Նրանց ձեռքերը մեր նկատմամբ ավելի մեծ վտանգներ տանող քայլեր ձեռնարկելու պարզապես հանձնառություններ են եւ ինչ վերաբերում է մեկնաբանությանը ընդհանրապես ես ասեմ որ ես նրանց դիտարկում եմ որպես Փաշինյանի գործակալներ, Փաշինյանի անմիջական ներկայացուցիչներ եւ իմ վերաբերմունքն ըստ այդմ է։ Գիտեք, մի բան էլ էսպես, տեսեք, դուք Բարապաշարի հետ կապված ասեցիք։ Մի հատ տեսնենք էլի ԿՊ-ն ինչ Բարապաշարը անընդհատ օգտագործում։ Հայոյանքների մեջ կորած են։ Հələ դուք մի հատ գնացեք ամեն մեկի էջերը նայեք, ես սենց մեկ-մեկ որ ժամանակ ալինում եք փորձում ես հասկանալ, զուտ մոնիտորինգի համար, էլի, այ մարդ, այս մարդիկ ինչու են զբաղված ընդհանրապես։ Դու քեզ չես հասկանում, սա ինչ որ մեկ բիսեդկա ես գնացել, որտեղ շուտ նյութերի ազդեցության տակ մարդիկ են եկել դե խոսում են, հարբեցողներ են, ինչ են, ոնց կարելի է այդ աստիճան հայոյանք տալ։ Ինչ խոսան, երկրորդ բառը վիրավորանք է։ Մարդկանց արժանապատվությունը տեսեք ոնց են անում։ Ես լինեմ երկրի վարչապետ, մի հատ հանգարց մի պաշտոնյա քաղաքացու նկատմամբ իրան լավ չուպա, գիտեք ինչքան է, ոնց թե վիզը կփոխեմ այդ պաշտոնյայի, դու ինչ է նշանակում, եկել ես պաշտոնի գնացել ես այդ քաղաքացու ոտքերն ես ընկել, ձայն ես ստացել, եկել ես պաշտոնը այդ քաղաքացու հարկերից աշխատավարձ ես ստանում, մեքենաներ ես գնել, բնակարաններ ես գնել, ես ինչեր ես արել, մի հատ էլ կանգնում ես վիրավորումից, բա ինչ կապ ունի ասենք դու այդ քաղաքացին քեզ ընտրել ա թե չէ։ Թե կապ չունի, չէ։ Սա իմ կարծիքով համակարգային ախտ է ուղղակի, որ այսօր կա մեր համակարգում, ցավոք սրտի սա ամբողջ համակարգի վրա տարածվելու մեծ վտանգներ ունի եւ սա իմ կարծիքով սրա միակ լուծումը դուք հարց տվեցիք նաև նախորդ հարց տվողներ, սրա միակ լուծումը քաղաքական է ժողովուրդ ջան։ Մենք ինչքան այս համակարգում մնանք, այս ամենը մեզ գնալով ավելի ու ավելի խորացնելու խնդիրների մեջ մնալու ենք ուղղակի չեն կարողանալու տակից դուրս գալ։ Դրա համար այս ընտրությունները մեզ համար պատմական նշանակության ընտրություններ են։ Մենք պետք է ամեն ինչ անենք քաղաքականապես անձերից վեր կանգնելով ամեն ինչ անենք, որպեսզի միավորված բոլորս այս արհավիկների տակից դուրս գանք։